Զորամասի հրամանատարը Արդյունքները հազիվ զսպելով Արման Պետրոսյանը կառավարության շենքի դիմաց է թողնում իր առաջին եւ ամենաթանկ Անդրանիկ Օզանյան մեդալը։ Այս գետնին դնել է ձեր ամոթն է։ Ժամկետային ծառայության ժամանակ է ստացել 2012-ին, մինչ դիրքային հատվածում հակառակորդի սպային սպանելու համար։ Ցավով եմ կոնկրետ այս մեկը տալիս։ Միայն Արմանը չէ, որ հրաժարվում է իր մեդալից։ Ամոթի ու զայրույթի տուփի մեջ են Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան, Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանները։ Կառավարության մոտ են հավաքվել մարտական տարբեր գործողությունների մասնակից տղաներ, որոնք կորցրել են մի բան, ինչից հետո էլ բան չունեն կորցնելու։ Ես կհանձնեմ իմ մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանը։ Չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած 4-րդ հանրապետությունը, որտեղ Արցախը չկա, որտեղ արժեզրկված են հաղթանակները։ Մենք չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է, եւ մեզ ասում են, որ դա ուղղակի չի եղել, սխալմունք է եղել։ Հիշատակի օրերն են ջնջվում, պատմություն փոխած այս տղաները ցավով են նկատում, որ պատմական ամնեզիայով տառապող կառավարությունն ադրբեջանական հարձակումների օրերին ֆեստիվալ է կազմակերպում ու ոչ մի ցավակցական խոսք։ Ամենացավալին այն է, որ սկսեցին հրաժարվել մեր ինքնությունից, ազատությունից եւ պայքարելու իրավունքից։ Դրա պատճառով է, որ այսօր այստեղ ես իմ մարտական ընկերների հետ եկել ենք ի նշան բողոքի ձայն բարձրացնելու։ Փաշինյանի նստավայրի դիմաց են թողնում հպարտությամբ կրած իրենց մեդալներն ու հեռանում։ Դրանք արագ են անհետանում։ Տղաները չգիտեն ով է տարել, ուր է տարել եւ ինչու։ Հայկ Ավանեսյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։